Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք շատերի սիրելի աղցաններից մեկը, հավի մսով, եգիպտացորենով և սնկով աղցան, բայց մի փոքր այլ տարբերակով։ Այս տարբերակով պատրաստվածը իսկապես շատ համեղ է ստացվում։ Մնացեք ալիքի հետ և դիտեք տեսանյութը։ Սկզբում թավան տաքացնում ենք, այնուհետև ավելացնում ենք բուսայուղ և սկսում ենք սունկը տապակելը։ Հենց այս տարբերակով է, որ իսկապես շատ համեղ համ է հաղորդելու։ Չենք խաշում սունկը, այլ ուղղակի տապակում ենք։ Ավելացնում ենք կես թեյի գթալ աղ և կես թեյի գթալ սև պղպեղ և պետք է տապակենք այնքան ժամանակ, մինչև որ գեղեցիկ կարամելացված գույն կստանա սունկը։ Հիմա անցնենք աղցանի բուն պատրաստմանը։ 500 գրամ եփած հավի կրծքամիս։ Սիրելիներս, նախորդ տեսանյութում ցույց եմ տվել, թե ինչպես եփել հավի միսը, որպեսզի ստացվի շատ համեղ աղցանների, ճաշերի և փլավների համար։ Կդնեմ մեկնաբանության բաժնում հղումը։ Հիմա ավելացնում ենք 300 գրամ եգիպտացորեն։ Ավելացնում ենք տապակած սունկը, ահա սիրելիներս, տեսեք, թե ինչպիսի տեսք ունի վերջնական արդյունքում տապակած սունկը, կարելի է ասել կարամելացված, բավականին շատ գեղեցիկ գույն ստացած սունկ է։ Այս տարբերակով իսկապես հիանալի է ստացվում, երբ որ փոխարինում ենք տապակած սունկով։ Ավելացնում եմ 100 գրամ մանր կտրտած ընկույզ, համեմ և մաղադանոս, և այստեղ ունեմ 1 թեյի գթալ աղ, 1 թեյի գթալ սև պղպեղ և կես թեյի գթալ խմելի սունելի։ Այս բոլորը մի լավ խառնում ենք և մեր համեղ աղցանը արդեն իսկ համարյա պատրաստ է։ Սիրելիներս, սա այն աղցաններից է, որ կարող եք հենց այսպես վայելել կամ ավելացնել թթվասեր։ Ես սովորաբար նման աղցաններին միանգամից ամբողջ աղցանին չեմ ավելացնում թթվասերը։ Ինչքան որ մատուցելու եմ, միայն այնքանին եմ ավելացնում, իսկ մնացածը տեղափոխում եմ սառնարան։ Հիմա մի փոքրին կավելացնենք թթվասեր և մնացածը կտեղափոխեմ սառնարան, որովհետև ավելի ուշ եմ մատուցելու ընդհանուր աղցանը։ Սիրելիներս, պատրաստեք հենց այս տարբերակով, հավաստիացնում եմ, որ շատ համեղ է ստացվում հենց տապակած սնկով։ Եթե հավանել եք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, բաժանորդագրվել ալիքին և մեկնաբանություններում թողնել ձեր կարծիքը։ Սիրելիներս, շնորհակալություն ձեր դիտումների և բոլոր մեկնաբանությունների համար։ Ցտեսություն, կհանդիպենք նոր և համեղ բաղադրատոմսերով։